Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Թողարկումը սկսենք ԱՊԱ տեղեկատվությունից, որ տարածում է Ադրբեջանը։ Ադրբեջանը արդեն որերորդ օրն է շարունակում է իր ԱՊԱ տեղեկատվական արշավը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Այս մեղադրանքների ֆոնին, որոնք արդեն ինչպես ասացի մի քանի օր ինչ շարունակվում են, առաջին անգամ լրագրողների ներկայությամբ մեկնաբանում է իրողությունը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշում է, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու են տարածվում նման տեղեկությունները, սակայն ևս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել եւ հետաքննել դրանք։ Նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացուցեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման։ Քննարկվել է նաև Հայաստան-Եվրոմիություն համագործակցության հարցերը, Եվրոմիության օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացակարգին վերաբերող մի շարք հարցեր ևս։ Եվ կրկին պաշտոնական լրահոսից վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին նոր տարվա Նովրուզի առիթով։ Հայաստանի քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր տարվա Նովրուզի առիթով։ Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական եւ մշակութային կյանքի ուրույն երանգրի հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման ասպարեզում։ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը այս ուղղությամբ կլինի շարունակական։ Կրկին շնորհավորելով Նովրուզի առիթով մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն եւ հաջողություններ, ամփոփել է վարչապետը։ Իդեպ վարչապետ Փաշինյանը Facebook-յան մեկ այլ գրառմամբ ևս հանդես է եկել։ Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռք բերված գույք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.61 հարյուրորդական քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Շուկայականին մոտարկված արժեքը 114 միլիոն դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Փաշինյանը։ Իդեպ այսօր բացվեց հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետը, բայց բացվեց շատ կարճ ժամանակով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա։ Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկից առնվազն 4 բեռնատար ուղևորվեցին դեպի հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետ, որտեղից էլ ուղղություն վերցրեցին դեպի Սիրիա։ Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր։
Ընթանանք առաջ այն, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից սահմանին կրակոցների վերաբերյալ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ է, բոլորիս է մտահոգում։ Այս մասին լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այն ինչ որ դուք նշում եք, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից նմանօրինակ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ եւ մեզ բոլորիս է մտահոգում։ Ինչու՞, որովհետեւ մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնենք մեր վերջնանպատակին, այն է կառուցել երկարատև երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ Եվ համարում ենք, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքները այլևս ավարտված են։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքը առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն, եւ մենք մեր դիրքավորմամբ նաեւ միջազգային հանրության մոտ այդ ընկալումը հստակ ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում եւս։ Այս իմաստով հայկական կողմը ի պատասխան նաեւ այն հարցին, որ կա նման մտահոգություն, կարծում եմ թե վարչապետի աշխատակազմի, թե հենց ինքնին վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները, այսինքն հայկական կողմը իր հստակ կամքը եւ պատրաստակամությունն է հայտնում եւ սա միջազգային հանրությունը ակնհայտորեն արձանագրում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի, առավելագույնը արվում է թե արտաքին գործերի նախարարության եւ թե համապատասխան պետական ներողություն պետական ինստիտուտների մակարդակով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիքստագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամլոյցարայությունից։ Զրուցակիցները քննարկել են տարբեր միջխորհրդարանական համագործակցության զարգացման վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավորությունների վրա։ Իսկ ահա Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու 4-րդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-Եվրոմիություն գործընկերության խորացումը, գնահատեցին կազմակերպության ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաեւ քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։ Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց գործընկերության համաձայնագրի Եվրոմիություն-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը եւ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին, չնայած գոյություն ունեցող մի շարք մարտահրավերների։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում բնակարանային եւ մեքենաների մասերի գողության դեպքերը։ Ըստ նախարարի դեռևս անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը հանցավոր գործունեության կանխարգելման բացահայտման ուղղությամբ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք մի բնակարանային գողություններով անցնող խմբի, որը որ ոչ միայն օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ Երևանում, այլ մարզերում, այսինքն կան նաև ձևավորված պրոֆեսիոնալ խմբեր, որոնք Ժողովուրդ, հիմա եթե ամեն հարցի մեջ ինչ-որ նոր շերտեր բացեք, ես ոչ մեկիդ հարցին չեմ կարողանալու պատասխանել։
Խմբի մասով արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված։ Բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվական տվյալները ներգրավի։ Իդեպ, եւ քանզի խոսեցինք ներքին գործերի նախարարությունից, Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել։ Թեմայի շարունակությունը ներքին գործերի նախարարության տեսանյութում։ Փետրվարի 24-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում։ Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկողում նույն զանգվածով լցված պոլիէթիլենային 2 փաթեթ։ Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանեկից մառանում հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ, նաեւ առաստաղից կախված կանեփանման ջուղեր մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։ Քննիչի որոշմամբ տղամարդը ձերբակալվել է։ Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին։ Այս դեպքում եւս նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ։ Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի եւ ծխախոտի մեկական տուփ, լցված կանեփանման 4 զանգվածներով, նաեւ նույն պարունակության պարկ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաեւ ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ եւ հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձնական օգտագործման համար։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։ Ըստ տանտիրոջ կրիստալն իրենն է ձեռքի բերել Telegram ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Առավոտյան ժամը 6:10-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա եւ Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների եւ վերջինիս վարած Opel Magnish մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ 19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փալյատի թեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ նաեւ կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։ Ըստ երիտասարդի հայտնաբերվածները թմրանյութ են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում շարունակելով համատեղ միջոցառումները քրեական եւ համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմրամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ։ Մարտի 11-ին կատարված զննությամբ դեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաեւ Opel Magnish մեքենայում, որը ըստ նախնական տվյալի նույնպես պատկանում էր 19-ամյա արմավիրցուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թողարկման այս հատվածում տեղափոխվենք Ուրուգվայ, որտեղ Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի փոխնախագահ, գլխավոր ասամբլեայի եւ սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսիի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում։ Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի եւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել Ուրուգվահայ համայնքի դերակատարությունը։ Զրույցի շրջանակներում դեսպան Գևորգյանը Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած հետևողական ջանքերը, նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ Պուտինը շնորհավորել է Ալիևին։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային ոգով, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նովրուզի տոնի առիթով Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։ Մեջբերեմ իր խոսքը. վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը, իշահ մեր բարեկամ ժողովուրդների, իշահ Հարավային Կովկասում եւ Կասպից ծովում անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Մեջբերման ավարտ։ Դե ինչ, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել Դաշնային կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին եւ տեղական խորհուրդներին։ Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, ասել է Թրամփը Սպիտակ տան արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաեւ աշակերտներ, խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրել են հրամանագրեր։ Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրը առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի կոնգրեսում։ Սպիտակ տունը պնդում է, որ կրթության նախարարությունը գումարի կորուստ է եւ որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումները իրենց չեն արդարացրել։ Ամերիկացիները եւ մյուս թշնամիները պետք է իմանան, որ եթե որևէ հիմարություն անեն Իրանի ժողովրդի նկատմամբ, ապա կստանան դաժան ապտակ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Մենք աջակցում ենք բոլորին, ովքեր պաշտպանում են Պաղեստինը։ Մեզ սպառնացողները թող իմանան, որ մենք պատերազմ չենք սկսում, բայց ով փորձի մեզ վնասել, ծանր հարվածներ կստանա։ Նախորդին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Պարզ չէ, երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին 4 տարիների ընթացքում եւ երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն։ Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է խաբեություն, որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել եւ չի բացառել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան։ Շոյգուն հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Պետքարտուղար Շոյգուի այցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Ըստ դրա ակնկալվում է, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայում պատերազմի հետ կապված երկու երկրների դաշինքը եւ հյուսիսկորեական զորքեր Ռուսաստանի Դաշնություն ուղարկելը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական շքանշանով Սուրբ Անդրեաս Արաքյալի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման եւ իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար, ասված է հրամանագրում։ Լավրովը մարտի 21-ին դառնում է 75 տարեկան։ Նա զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը շուրջ 22 տարի։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինայի Օդեսայի շրջանը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 3 դեռահաս է վիրավորվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաև հայտնել է, որ բռնկվել են բազմաթիվ հրդեհներ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 փրկարար եւ 22 միավոր տեխնիկա։ Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական ավիառումբերի հարվածների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում երեխա, այրվել են մեքենաներ եւ բնակելի տներ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում այրվող նավթաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթաբազայի տարածքում հրդեհը բռնկվել էր մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 456 մարդ եւ 181 միավոր տեխնիկա։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը մարտի 21-ին փակվել է, քանի որ այն էլեկտրականությամբ մատակարարող ենթակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Հիթրոուն Մեծ Բրիտանիայի ամենազբաղված օդանավակայանն է, ուստի դրա փակումից կտուժեն մեծ թվով ուղևորներ։ Ըստ նախնական տվյալների մարտի 21-ին օդանավակայանի փակվելը կազդի առնվազն 1351 չվերթի վրա։ Օդանավակայանի վարչակազմը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին եւս սպասվում են աշխատանքի լուրջ խափանումներ։ Հրդեհի պատճառը առայժմ հայտնի չէ։ Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ժայթքել է Լևոտոբի Լակի լեռան հրաբուխը 8 կիլոմետրանոց մոխրիսյուն արտանետելով երկինք։ Հրաբուխը մարտի 20-ի ուշ երեկոյան ժայթքել է 11 րոպե 9 վայրկյան, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն աստիճան։ Բալիի օդանավակայանից մեկնող առնվազն 7 չվերթ չեղարկվել է, մի քանի չվերթ հետաձգվել։ 2024 թվականի նոյեմբերին Լևոտոբի Լակին մի քանի անգամ ժայթքել էր, 9 մարդու կյանք խլելով, իսկ հազարավոր մարդկանց ստիպել էր տարհանվել։ Հյուսիսային Կորեան փորձարկել է երկիր օդ դասի նոր հրթիռ։ Փորձարկումներին հետևել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչպես նաև Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական կոմիտեի անդամները։ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ, որոնցում երևում է, որ հրթիռը պայթել է թիրախը խոցելուց հետո։ Ենթադրվում է, արձակումից հետո հրթիռի մարտունակությունը գնահատվել է որպես գերազանց, իսկ ընդհանուր հուսալիությունը շատ բարձր։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում ըստ վերջին տվյալների զոհվել է 591 մարդ, վիրավորվել 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակները հայտնել են, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Տեղեկությունների համաձայն Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց եւ տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր թվի 70%-ը։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ Պաղեստինյան անկլավում իրավիճակը աղետալի է, իսկ բնակչությունը տառապում է սարսափելի պայմաններում։ Պաղեստինյան Համաս շարժումը արաբներին եւ մուսուլմաններին կոչ է արել շտապ գործողություններ ձեռնարկել Գազայի վրա ագրեսիան դադարեցնելու համար։ Եվ եղանակային կանխատեսումներին ընդառաջ, մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես անտառների միջազգային օր։ 1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է մոտ 420 միլիոն հեկտար անտառ, ինչը կարելի է համեմատել օրինակ Չինաստանի տարածքի առնվազն կեսի հետ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մաշկոլոն։ Անտառների կորուստը այսօր շարունակվում է գլխապտույտ արագությամբ։
Նրա խոսքով 2015-ից մինչ 2020 թվականները անտառզրկման տեմպերը կազմել են տարեկան մոտ 10 միլիոն հեկտար։ Իր հերթին Վլադիմիր Կուզնեցովը նշում է, որ տարեկան ամբողջ աշխարհում հատվում կամ այրվում է գրեթե 25 միլիոն հեկտար անտառ, այդ թվում գյուղատնտեսական նպատակներով։ Եվ վերջում եղանակի մասին։ Մարտի 22-ին, մարտի 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, մարտի 24-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լեռնային շրջաներում ի դեպ, հատկապես գիշերային ժամերին տեղումները դիտվելու են ձյան տեսքով։ Մարտի 22-ին առանձին շրջաներում տեղումները լինելու են բավականին առատ, օդի ջերմաստիճանը մարտի 24-ից 26-ը ցերեկային ժամերին բարձրանալու է 4-ից 6 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։